Շնորհություն Աստծո ժողովուրդ, սրտանց ասենք փառք քեզ Տեր Հիսուս, փառք քեզ Տեր Հիսուս, մեր Աստվածը, մեր Տերն ու մեր Թագավորը, շնորհակալ ենք Տիրոջից, որ մեզի կյանք տվավ, շնորհակալ ենք մեր երկնավոր Հորից, որ մեզի ապրեցրեց, որտեղ Տիրոջ ողորմությունն է, որ մենք չպակսանք, ինչպես Երեմիայի ողբերի մեջ 3-րդ գլխի մեջ կսե չէ, չենք պակսե, կենթանի ենք մնացել Տիրոջ ողորմության պատճառով, ինքը շատ կսիրե մեզի, դրա համար մենք կենթանի ենք մնացել, այնքան սիրեց, որ մեզի համար մեր փոխարեն, մեր մեղքերի փոխարեն խաչ ելավ, խաչելությունը, կյանքը տալը միայն խաչելության օրվա համար չէ խոսքը, միշտ մենք պետք է մեր առջև ունենանք, որ ես արժանի էի դժոխքի կրակներին, որ ես արժանի էի հավիդենական կորստին, բայց Տերը չուզեցավ, որ ես հավիդենական կորսվիմ, Տիրոջ կամքն է, Աստված կուզե, որ բոլոր մարդիկ ճշմարտությունը ճանաչեն ու ինչ անեն ճանաչելուց հետո, փրկվին, Տիմոթեոս 5-ը գրեց ճիշտ է, Աստծո ժողովուրդ, Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկ ճշմարտությունը ճանաչեն ու փրկվին, մենք փրկության համար ենք եկել, որպեսզի փրկվենք ու Աստծո հետ լինենք, հավիտյանս հավիտենից։ Մեր հավատքի արդյունքը ի՞նչն է Աստծո խոսքի մեջ, հոգիների փրկություն։ Իմ հոգուս փրկության համար եմ ես եկել։ Աշխարհի վրա ինչ ունենամ, իմ հոգս չէ, Տերն է, ողորմած, բարեկոտ Աստված, որ ամենքին արադապես կուտա, ինչքան կուտա, ինչպիսին կուտա, նրա կամքն է։ Ես մենակ իմ ցանկությունս, իմ հավատքից արդյունքը, իմ գալուս նպատակը պետք է լինի Աստծո հետ հավիտյան ապրելու, Աստծուն վայելելու, Աստծո քաղցրությունը։ Դուք Աստծուն վայելելու ժամանակ ինչ կզգաք, ինչ կյանք կզգաք, Տերն որ կայցել է, ինչ կզգաք, դուք ուզեք միշտ մնա, չէ։ Կտխրիկ որ շատ քիչ կտևե։ Այդ քաղցրությունը երկնքի մեջ հավիտենական է։ Մի անգամ կմտածեի, եթե երկնքի մեջ հավիտյանս հավիտենից Աստծուն ասում են սուրբ ես, երեխայի պես կմտածեի, միտե չեն հոգնում, միշտ ասելով սուրբ ես, հետո Տերը բացեց, այնտեղ հոգնել չկա, այնտեղ հավիտենական հանգստություն է։ Ինչքան որ ասես Աստծուն սուրբ ես, այդ հանգստությունը կյանքը գվայելես։ Ինչքան որ Աստծուն ասես դու սուրբ ես, դու իմ կյանքն ես, իմ թագավորս ես, ինչքան գովես Տիրոջը, դու կապրիս։ Եթե երկնքի մեջ մի հոգի, մի փրկված հոգի Աստծուն չասես սուրբ ես, ինքը չի էլ ապրի, հավիտենություն իր համար չկա էլ։ Հավիտենության մեջ միայն գովություն է Աստծուն։ Խնդրանք չկա երկնքի մեջ հավիտյան ապրել է, ինչքան ասես սուրբ ես, ինչքան ասես արժանի ես դու ամեն փառքերի, դու կյանք ունենաս, դու հավիտյան կապրես սուրբ ասելով։ Երկրի վրա էլ Աստված խոսք է տվել, ինչքան որ դու գովես, գրված է ամեն ժամանակ գովեցեք Տերը։ Դրա մեջ գաղտնիք կա, ինչքան դու գովես Տիրոջը, ինչքան փառավորես, ինչքան քո սրտի մեջ փառքեր լինի, երկինք ելնի, ինչքան քո սրտից մեջից փառք ելնի, դու այնքան կապրես։ Փորձեք ինչքան փառք տակ Աստծուն, ինչ կզգաք ձեր մեջ։ Իհարկե սրտանց ու հոգով ասես փառք ես Տեր Հիսուս։ Ոչ մի բան չի ստացվի, փառք ես Տեր Հիսուս։ Սոված մնացինք, փառք ես Տեր Հիսուս։ Սոված ժամանակ փառք տալը ու կուչ ժամանակ փառք տալը, տեսեք ինչքան տարբեր է։ Այդ գոհանալը Աստծուց ոչ մի բան չինելու համար դու կարող ես գոհանալ Աստծո ներկայությունը վայելել։ Իսկ կուշտ փորով հաց ուտելուց հետո գոհանալը շատ կարճ կտևե, բայց եթե դու նեղության մեջ ես, սովի մեջ ես, տգարության մեջ ես, հիվանդության մեջ ես, դու միշտ կգոհանաս, չես ասել Տեր Հիսուս, ինչու համար այս վիճակի մեջ եմ, ինչու համար այսպես երկար կտևե իմ նեղությունս, չէ, նեղության մեջ, տգարության մեջ Տերը տեսնի, դու իսկականից փառավորող ես իրան, Տեր Հիսուսը կնայե քո սրտի մեջ, դու գոհ ես իրանից, այդ վիճակի մեջ դու բարձրացնում ես իրան, մեծարում ես, այդ բարձրացնելու, մեծարելը տգարության մեջ կերևա, համաձայն եք Աստծո ժողովուրդ, Տերը կփառավորվի, ինչքան որ Պողոս ասում է, Պողոս առաքյալը, ինչքան որ տգարանամ, այնքան կզորանամ, ինչ տգարություն է,
Դգարության մեջ եթե դու պաշտում ես Աստծուն, Աստծուց քեզ քո վրա զորություն կգա։ Թող Տերը փառավորվի։ Բայց այսօրվա իմ թեմաս Աստծո հոգու մասին էր, կուզենայի կարդայի Ղուկաս ավետարանի 11-րդ գլխի 9 խոսքից։ Քանի որ առջևում Պենտեկոստեի տոնն է, ովքեր որ մգրտված չեն Սուրբ Հոգով, ես խնդրած ու աղաչած կլինեի, որ Սուրբ Հոգու մգրտությունը հետոյի համար չթողնանք։ Առանց Աստծո Հոգի շատ բան մենք չենք հասկանա ու մեզ համար շատ դժվար է։ Առանց Աստծո Հոգու ձայնի շատ դժվար է, որ Սուրբ Հոգին չունի իր մեջ։ Հավատացեք Աստծո ժողովուրդ։ Դուք մգրտվեք Սուրբ Հոգով ու կտեսնեք տարբերությունը։ Կտեսնեք Աստծո Հոգու ձայնը քո միջից։ Եվ Տեր Հիսուսը պատվեր կտա, խնդրեք։ Ես հիմա կարդամ Աստծո օգնությամբ, տեսեք ինչ պատվեր է, ինչ խնդրենք Աստծուց։ Ես ալ կսեմ ձեզի, խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզի։ Փնտրեցեք ու պիտի գտնեք։ Դուրը զարգեք ու պիտի բացվի ձեզի։ Մեր կողմը փնտրելն է, դուրը զարնելն է ու փնտրելն է։ Ինչ տեղի կունենա, եթե մեր կողմը մեզանից գա այդ խնդրելը, փնտրելը եւ դուրը զարնելը։ Վասնզի ամեն ով որ կխնդրե, կառնե, եւ ով որ կփնտրե, կգտնե, եւ ով որ դուրը զարնե, պիտի բացվի անոր։ Փառք Տիրոջը։ Ձեզմե ով է այն հայրը, որ մե իր որդին հաց ուզե, քարտա անոր։ Այդպիսի հայր չկա, այդպիսի ծնող չկա, ճիշտ է, որ իր երեխան իրանից հաց ուզե, քարտա, կամ եթե ձուկ ուզե, ձուկին տեղ օծ տա անոր, կամ եթե հավգիտ ուզե, կարիճ տա անոր։ Ուստի, եթե դուք որ չար եք, ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը երկնքեն ինչ պիտի տա։ Սուրբ Հոգին պիտի տա անոնց, որ իր մեկը խնդրեն, առանց խնդրելու չի տրվի։ Խնդրեցեք ու կտրվի, նոր կարդացինք։ Եթե դու կխնդրես, եւ Տեր Հիսուսը ասում է, ես հորը կաղաչեմ, որ ձեզի մխիթարիչ տա։ Տեր Հիսուսը հայր Աստծուց կաղաչե, որպեսզի Սուրբ Հոգի տա։ Այդ Սուրբ Հոգին կյանքն է։ Այդ Սուրբ Հոգին մեզի հետ կմնա ինչքան ժամանակ։ Հավիդյանս, Հավիդենից Տիրոջ խոսքը ասում է, որ ձեր հետ կմնա, Տեր Հիսուսը կսե։ Եվ Սուրբ Հոգու լեցունությունը, Սուրբ Հոգու քաղցրությունը, սերը միայն կվայելես Աստծո հետ լինելուց։ Եթե դու Աստծո հետ չես, եթե չես ուզենա, որպեսզի Աստված քո առջևից այդ քայլե, ես մեկ համար կարդամ, որպեսզի մեզի ավելի պարզ լինի։ Տեսեք Դավիթը իր սաղմոսների մեջ ինչ սկսե։ 16 սաղմոսից կարդամ 8-րդ խոսքը, 16:8 Ամեն ադեն Տերը իմ առջևս դրի, որովհետև իմ աջ կողմս է, պիտի չսասանիմ։ Այստեղ Դավիթ ասում է ամեն ադեն իմ առջևս Տիրոջը դրի։ Տիրոջը ուզենալ, որ քո առաջից քայլե, ումից է կախված, մարդուց է կախված։ Եթե դու չես ուզե, Աստված քո առաջից չի քայլե։ Դրա համար ցանկությունը, փափագը, որպեսզի Աստված քո առաջից քայլե, եւ ինչ է գրված, որովհետև իմ աջ կողմս է, պիտի չսասանիմ։ Դավանելը, ուզենալը, փափագելը մեզնից է, Աստծո ժողովուրդ, համաձայնվեք։ Մենք ամեն բան պետք չէ, որ Աստծո վրա գցենք, Տեր ջան, եթե դու կամենաս կօրհնես, եթե դու կամենաս մեր առաջից կքայլես, կամ եթե դու կամենաս մեր աջ կողքը կանգնես, այդպեսի համար չկա։ Աստվածաշնչի մեջ որ մեր կողմից անելիքը նորից Աստծո վրա գցենք, քիչ կողմից դասվա, բայց ինչ որ մեզի է տրված, որ մեր կողմը պետք է անե, մեր ներսի հոգին, մեր ներսի մարդը, փափագը մեզանից է։ Եթե ուզենաս,
Տերը քո առաջից քայլե, փառք Տիրոջը, Տերը թողորտնե, զորացնե, Սուրբ Հոգով լեցնե, Սուրբ Հոգու լեցունությունն է, որ դու կվայելես ու կապրես։ Ես կուզենայի, ով որ Սուրբ Հոգով մգրտված չէ, թող փապագ անե, խնդրե, աղաչե, եւ Տերը կուտա, ինչպես կարդացինք, որ Հորից խնդրողները Հայրը Սուրբ Հոգին կուտա։ Թող Տերը օրհնե ու փառավորվի, եւ նորից կարդամ Արագածի գրքի մեջ, Արագած առաջի գլուխ 23 խոսքը։ Իմ հանդիմանությանս դարձեք, ահա իմ հոգիս ձեր վրա պիտի թափեմ, իմ խոսքերս ձեզի պիտի հասկացնեմ։ Եթե մենք ուզենանք, որ Տերը մեզի հանդիմանե, մեզի սովորացնե, մեզի ցույց տա իր փառքը, այդ ժամանակ մեր համաձայնությունը, որ Տերը մեզի հանդիմանե, այդ ժամանակ մենք Տիրոջից Աստծո հոգին կընդունենք։ Եթե չուզենանք լսել Աստծո խոսքը, չուզենանք իր հանդիմանությունը, մեր ագաշները ծրենք իր հանդիմանությանը, Աստծո հոգի մեզի չի տրվի, ըստ Աստծո խոսքի։ Եթե դարձնենք իր հանդիմանությունը, Աստված իր հոգին կթափե մեր վրա, եւ Աստծո հոգին թափելուց հետո, Սուրբ Հոգով մգրտվելուց հետո մեզ հետ ինչ տեղի կունենա։ Իմ խոսքերը ձեզի պիտի հասկացնեմ։ Աստծո խոսքը լիովին իմանալու, հասկանալու համար Աստծո հոգին է քեզի բացողը։ Փառք Տիրոջը, Տերը թողորտնե, զորացնե, իր հոգով լեցնե, որբեզի իր հետ քայլենք։ Տիրոջ հետ քայլելը կյանք է։ Այնքան ժամանակ մինչեւի Տերը գա ու մեզի տանի երկինք իր հավիտենության մեջ։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Քանք աղոթքի խնդրենք երկինքի թագավորությունը, արտարությունը, ինչպես մեր եղբայրներից հիշեցին, եւ խնդրենք Սուրբ Հոգին, որբեսզի փառավորվի մեր մեջ, ովքեր որ մգրտված չեն, թող համարձակ խնդրեն, մի մտածեք, երբ որ Աստված ուզենա կմգրտե, Աստված կուզե, որ դու հիմա ուզենաս, խնդրեցեք եւ Սուրբ Հոգին կառնեք Տիրոջ փառքի համար։